ձեզ սիրելի հետևորդներ, ես Կալիպսան եմ, որպես բիզնեսում աշխատող մարդ, նաև տեխնոլոգիաներում աշխատող մարդ, ինձ հետաքրքիր է հարցազրույց անցկացնել դոկտոր Միրզաբեկի հետ, նույն ինքը Գեորգի Ավագյանի։ Դոկտորը ունի 30-ից ավել տարիների փորձ էպիգենետիկայի և հոգեսոմատիկայի ոլորտում, նաև հիմնադիրն է կյանքի որակ հոգեբանական կենտրոնի։ Բարև ձեզ, իմ սիրելի դոկտոր։ Բարև։ Չեմ ասում ինչպես եք, որովհետև գիտեմ, որ միշտ երջանիկ եք։ Իմ առաջին հարցը հենց երջանկության մասին է, օրինակ ինչ եք կարծում, ինչ է երջանկությունը։ Երջանկություն։ Կա բացատրություն։ Մա։ Այս մի քիչ օրինակ մարդկանց համար ովքեր մեզ լսում են, հնարավոր է շատ տարօրինակ թվա։ Անսպասելի է, հա, որովհետև եթե դու հասնես ամեն ինչին, դու իմաստը կորելու է։ Որովհետև եթե չկա պրոբլեմ, եթե չկա պայքար, մեր բջիջները չեն զարգանում։ Դա, եթե դու սա օրը մի շաբաթ պարկի, նախճակալ, մի շաբաթից հետո աստիճաններով իջնելուց դու զգալու ես, որ այն չես։ Որովհետև ուժը բջիջները սկսում են իրար ուտել։ Ու մարդը սկսում են թոլան։ Դաժե այն միլիարդատերները հարուստ մարդիկը, որ անդադ նստած գործ է և իրար տեղ ամեն ինչ անում են, ինքը որպես տղամարդ սկսում է կորել։ Կամ դառնում են օրինակ չեմ, օրինակ ինչ-որ գեյ են դառնում, իզրաշենի, դա։ Չեմ ասում սաղը, իհարկե, նայած Իլոն Մասկին կամ Տրամպին, իրանք իսկական տղամարդիկ են։ Իրանք հասնում են նպատակի, իրանք զզվցնում են, իրանք ստանում են, իրանք խիղճ չունեն, իրանք առաջ են գնում, ինքը հետաքրքիր չէ ով ինչ կմտածի իր մասին։ Ու դրա համար իրանք տղամարդ են։ Ու այդ տղամարդը ես հարգում եմ Տրամպին։ Շատ լավ, բայց այստեղ իմ մոտ մի հատ հարց առաջացավ, դոկտոր, այ խիղճ չունենը, մի քիչ կբացատրեք, ինչ նշանակում խիղճ չունեն, այսինքն անել ամեն ինչ իրենց նպատակին հասնելու համար դա ճիշտ մոտեցում է կյանքում, այսինքն ամեն ինչ անցնել ինչ-որ սահմանների վրայով, մարդկային այդ common sense, որ ասում ենք, այդ ընդհանուր մարդկային որոշակի, որ ամբողջ մարդկությունը ընկալում է որևէ ցուցանիշներ կամ նորմատիվներ, դրանց վրա անցնելը, դրանցով անցնելը կարծում եք ճիշտ է։ Կալիպսա ջան, խիղճը տղամարդու տված չի։ Խիղճը տված է մայրական բնազդի միջոցով։ Բայց մենք չունենք արգանտ, կուրծք չունենք, դրա համար մեզ չունենք կանացի մտածելաձև, մենք ունենք 3 մտածելաձև, բազմացնել, վազել անտառ և սահմանը ապահովել և մեծացնել, մնացածը սաղ կանացի է։ Բայց հիմա տղամարդկանց մեծամասնությունը դա էլ չի անում, այսինքն եկել հասել ենք այն ժամանակահատվածում, որ այդ ձեր թվարկած 3-ից գրեթե ոչինչ չի մնացել։ Ես էլ եմ դա նկատում։ Ցավալի փաստ կանանց համար, բայց ինչ անենք։ Ես էլ եմ դա նկատում և խղճում եմ կանանց, որպես տղամարդ։ Ու իրանք, եթե չեն կարող ապացուցեն իրանց եսը, այն տղամարդիկ կարծիքով, որ կան, իրանք չեմ ասի, որ գեյ են, իրանք գեյ չեն, բայց նույն ժամանակ այնքան կոմֆորտը շատացել է, որ իրանք ինչու պետք է գնան Նյու Յորք հարցերը որոշեն, կամ Մոսկվա, կարան տունը հարցերը որոշեն։ То есть տղամարդու հորմոնը հաղթելու, կռիվանելու, ճնշելու, հասնելու գոյություն չունի։ Դրա համար ամեն 15 տարի evolution փոխվում է։ Ու իրենք ավելի թույլ են, ճիշտ է, ավելի խելացի են։ Չգիտեմ, ավելի խելացի։ Գիտակցություն բան էլի, կոմպյուտեր, տեխնոլոգիաները ֆիզիկա, գիտության մեջ, որպես
Տղամարդ իրանք չեն կարող իրանց արտարացնել։ Եթե հիշում եք սովետական ժամանակ Բանգլադեշից գնում ես քանակեր ու տեսնում ես ինքը տունը չի։ Հա, ու հետ գալիս ես տուն։ Ջղան ասած։ Այ ոս խի, որտեղ երախոս չկա, կնոպկա չկա, որ ասես։ Այն ժամանակ համարտությունը եղել է, որովհետև դու պետք է հաղթես ու մի բան գրավես, որ իրիկունը բերես տուն։ Կարակը, որը հերթա մի կիլոմետր։ Կամ կանանց սրտերը գրավել։ Կամ կանանց նույնը։ Իսկ ինչ անենք անեք։ Շատ բեռ կա հիմա կանանց ուսերին, բացի այն ընտանեկանն որ միշտ կա եղել է, դա կա, ավելացել է եւս ֆինանսական բարդություններ, կանայք են հիմա իրենց համար ստեղծում կոմֆորտը։ Բայց դա իրենց դարձնում է ավելի թույլ էներգետիկ տեսանկյունից որպես կին։ Ճիշտ է։ Ես համաձայն եմ, տես այդ 60-70% ինձ մոտ գալացողների կանայք են։ Իրանք իհարկե իրենց տղամարդող անդրոգենը, դե ամեն աղջիկա համ էստրոգեն կա, անդրոգեն կա։ Տղամարդող հորմոնը իրենց մեջին բարձրանում է, որովհետև իրանք տեսնում են, որ տղամարդիկ չեն հասցնում իրականացնեն կանանց պահանջը։ Դրա համար որ ասում եմ բաբասի այցն է։ Այդ կանայք սկսում են տղամարդու դերքը վերցնել իրենց վրա։ Այն տղամարդը, որ դա տեսնում է, ինքը ասում է դե ինչ անենք։ Ինքը եթե աշխատում է, թող աշխատի։ Սուսումուսու ապրում են, բայց կինը որպես պատասխանատու երեխեքի նկատմամբ ինքը ամեն ինչ կանի գիշերը գնա ուրիշ տեղ աշխատի, ցերեկ ուրիշ տեղ աշխատի, որ իրան երեխուն մեծացնի։ Դաժե այն կանայք, որ խելքից այդքան լավ չեն կարող բիզնես լեզի դառնան, իհարկե իրան մարմինավաճառ է լավ։ Մեկը մայրը, ինքը պետք է երեխուն մեծացնի։ Ու ես խորհուրդ չեմ կարող տամ, բայց ես ուզում եմ, որ դուք ընդունեք փաստ, որ այն աշխարհը էլ չի լինելու, որ տղամարդ գրավի կանանց, կինը զգա տիկունք, որ ուժեղ ապահովություն, որ ուժեղ տղամարդ կա հետևից կանգնած։ Հիմա այդ տոկոսը իջնում է։ Ու ինչից է իջնում, կոմֆորտի միջոցով։ Երկրորդ մոմենտը մանկապարտեզը կանայք են։ Այդ շատ հետաքրքիր բան ասացիք, դոկտոր։ Կուզում այդ մասը մի քիչ շարունակեք, կանանց դաստիարակությունը երեխաների հարցում։ Իհարկե կինը տղային եւ աղջիկներին նույն դաստիարակում, ոնց աղջիկներին։ Ուժը դու փչացել ես որպես տղա մանկապարտեզում։ Հետո գնում ես դպրոց։ Իսկ ինչ եղել են մանկապարտեզներ առանձին տղաների ու աղջիկների համար առաջ։ Ավելի լավ։ Եղել են հարցնում, չգիտեմ։ Հա, դա եղել է։ Եվ միջով հիմա կա։ Ճիշտ է, ամեն երկիրում չկա, բայց կա։ Հետո դու գնում ես դպրոց։ Դպրոցում 80% ուսուցիչների կանեն։ Հա, նույնիսկ ավել։ Դաժե ավել։ Ունդեղ դաժե ես հիշում եմ, սաղորը բար ամոթ։ Որովհետև կինը իրանց գայարանները վարակում է երեխեքին։ Տղայա աղջիկա տարբերություն չկա։ Ինքը որպես կին ուզում է ուրիշներին սովորացնել նայ իրան աչքերով, կանանց աչքերով։ Հետո գալիս է տուն, ինքը կռիվ է արել դպրոցում։ Ես ինձ վրա եմ հիշում։ Ես ճիշտ եմ եղել, բայց մայրս խփել է ինձ, ամոթ խայտարակ։ Խիչս զիջել։ Բայց հերս ասել է, կրասավչիկ, լավ ես արել։ Մամաս հորս հետ է կռիվ արել, խայտարակ, ամոթ, դու հիշ տղա ես մեծացնում, հանցագործ, տուդա-սուդա։ Բայց կինը չի հասկանում, որ ուժը գեյ է սարքում տղային, որովհետև ապագայում տղա կվախենա կռիվ անել դպրոցում,
որ տունը ցես չուտե մամայից։ Ասոցիացիան արդեն ստեղծվում է։ Ուժը ստեղծվում։ Հետո գնում ես համասարան։ Նույնը չի, համարյա կանայք են էլի։ Մի քիչ շատ է մեծան։ Հա, էլի քիսից շատ կանայք են ուսուցիչներ։ Ու հետո դուք մեզ ասում եք, все мужчины козлы։ Դե մենք տենց։ Բա ով է ստեղծել։ Դուք եք ստեղծել տղամարդ ղզիկ։ Ամոթով, մեղադրանքով, չափալախով, я не знаю, կուլտուր։ Դե այս խոսքի վրա մի քանի խորհուրդներ կամ առաջարկներ ասեք մայրերին, ովքեր ունեն տղա երեխաներ, ոնց մեծացնել։ Մամաներ, не давайте мальчиков на танцы։ Այս ֆիքսեցինք։ Երկրորդը, ռամկա մի դրեք ուշ կամ շուտ։ Այստեղ հարց, եթե օրինակ ինչ-որ տարիքային սահմանում, հասունացման տարիքում կամ անցումային տարիքում, տղաները միգուցե ինչ-որ տենց վտանգավոր շրջապատի մեջ են, չարժի սահմանափակում, ինչ անել է դեպքում։ Ու շարունակեք։ Վտանգավոր շրջապատը որն է։ Այն մարդիկ, ով նեղացած են ծնողներից։ Հա, հնարավոր է եւ այդ մարդկանց հետ։ Եթե դու երեխու հետ ինգեր ես, իրանք չեն ընկնելու շրջապատ, վատ շրջապատ։ Որտեղ վատ շրջապատը ով է, անհաջող ընտանիքի երեխեք։ Ծեծված, ջարդված, փշրված, ամաչացած, խիստ ծնողներ, իրանք նախ աղջիկը գնալու են մարմինավաճառ, տղեկը կամ հանցագործ, կամ նարկոման, ալկոգոլիկ։ Հիմա այլ այդպես չի, շատ ծնողներ արդեն ավելի ազատ են, ծեծը կարծում եմ, շատ քիչ ընտանիքներում կարծում եմ, որ դասիրակության մոդելները փոխվել են։ Իսկն մենք հիմնականում միգուցե իմ սերունդի մարդիկ արդեն երեխաների նկատմամբ ավելի ազատ են, ազատություն իրանք են ընտրում։ Ինչ հագնեն, որտեղ գնան, ինչ նույնիսկ շատ փոքր տարիքից, այսինքն այդ ձեռք բարձրացնել հարվածելու մասին դա բացառում ենք, տենց եթե տենց թեմա չկա, բայց ոնց անել, որ երեխային մոտ ճիշտ սովորույթներ ձևավորվեն կամ ինքը ձեր ասած տղա երեխաների մասն եմ այս դեպքում խոսում կոնկրետ հարցը, տղա երեխաների մեծացնել այդ ինձ ունեմ օրինակ թորնիկներ, ասենք ձեր օրինակ, մենք բոքսորսկի перчатка ենք առնում, մենք սովորացնում ենք կռիվանել, հետո որ իրար հետ լեզու չեն գտնում, մենք չենք խառնվում, թո իրանք սովոր են կյանքին, ոչ ասեն ամոթար մի ծեծեք իրար։ Դա մենք կարանք եթե տեսնում եք առունաթափ, իհարկե մենք կխառնվենք, բայց մենք թույլ ենք տալիս տղա երեխին ուրիշ տղա թորնիկի հետ իրան համսերևորներ։ Ինքը որպես տղա է մեզ անում։ Ուժը 3 տարեկանից մենք փողին ենք սովորացնում։ Իսկ ոնց եք սովորացնում։ Որ եթե դու այդ բանը անես, այսքան գումար եմ տալու, բայց այդ գումարը դու կարաս առնես քեզ համար մաշինկա, փոքր մեքենա։ Աղջիկն էլ ասում եմ դու կարաս քեզ համար կոնստրուկտոր առնես։ Դուք չեն կարող ազնասնում աղջիկա իրավունքները, տղա իրավունքները։ Նույնն է, որտեղ միջով 12 տարեկան մեր մեջին զգայարանը չի տարբերվում աղջիկա եւ տղայի։ Հետո որ աղջիկան դաշտան ասկսում, ինքը ուժը իհարկե փոխվում է դեպի լեզիություն։ Տղեն դեպի զվեր։ Ենթանի։ Որը պետքա այս լեզին ապահովի։ Հասկանու՞մ։ Այս ժամանակ ուժը հիմիկվանից երեխին միշտ ճիշտ է։ Կարևոր է իրան ուղղեցես ու վыбор, право выбора ոնց է երի։ Ընտրության право։ Իրավունքները։ Իրավունքն, да։ То есть դու դառնում ես ստեղծում ես այս վարիանտը, որն ես դու ընտրում։ Ոչ այ իշխի ես սենց արել։ Ճուկեցիք տարբերությունը։ Հա, տարբերությունը հասկացա։ Դու հարցնում ես, то есть ասում ես, այս բանը արեցի, ինչ է ստացել, ասում ոչ մի բան։ Давай ես փորձեք, որ ինքը ստրես չտանի, որտեղ 3-4 տարեկան երեխան 25-30 տարեկանի խելք չունի, փորձ չունի։
ինքը դրա համար ստրես է տանելու ամենքու նկատողության ժամանակ։ Չի կարելի այդտեղ հարցեր տուր։ Շատ լավ մեթոդ էր հարցեր տալը, բայց օրինակ երբեմն ծնողները այդ համբերության բաժակը իսկականից լցվում այլ հարցեր տալու ժամանակ էլ չի լինում, երբ կարող են հասցնեն այն կարգի արդեն ներվային ու նյարդային վիճակի, որ ծնողը ուղղակի չհասցնի հարցեր տալ։ Որովհետև ծնողը կրկնում է իրան ծնողի արածը իրան երեխու վրա, ինքը ուրիշ ձևի չի գիտի։ Դրա համար միշտ դաժե ինձ կանայք գրում են, բա դու ես սենց ասում, մենք մայր ենք, ինչու ես մեզ վիրավոր։ Ասում դուք ճիշտ եք ասում, բայց ես չեմ վիրավորում ձեզ։ Դուք կրկնում եք ձեր ծնողների արածը, բայց հիմիկվա երեխեքը ուրիշ է, իրանք նուրբ են։ Նուրբ են, հա, շատ նուրբ են։ Ճիշտ է, շատ խելացի են, բայց նուրբ են։ Դրա համար գիժան ու սլացած, ջայլներով, անկոլոգիա ջայլները ուժը հասել է, ինֆարկտ հասել է ուժը միջով 20 տարեկան, առաջ եղել է 40-ից հետո, հիմա միջով 20 ուժը ինֆարկտ է հասնում։ Բայց այդ մտածում եք միայն դաստիարակությունն է։ Դաստիարակություն, ինչ։ Իսկ միգուցե ընդհանուր տեխնոլոգիաներ կամ ինֆորմացիայի ոսկե բավականին որովհետև տեխնոլոգիան այնքան շատ է, որ իրանք ուժ չեն ծախսում տղամարդ լինել։ Ու հետո, բայց ծնողը մեկը սովետական է։ Տարբեր սերունդներ ու իրենց մեկը սովետական գենը կա։ Ինքը խիստություն է միացնում։ Իրան հանգստության համար, ծնողի, բայց ինքը չի հարցնում երեխուն, ինչ է քեզ համար հարմարավետ, ինքը ասում է ճիշտ ու սխալ, ու դրա համար երեխեքը շուտ են դառնում հիմա։ Բայց մենք պինդ ենք եղել սովետական ժամանակ, մենք պայքարել ենք, հաց առնենք, հերթ կաղնենք։ Բայց իրանց չպետք է երեխաներին մանկուց սովորացնել, որ իրանք էլ պետք է ամենտեղ կոմֆորտ չի, որ իրանք դուրս գան իրենց կոմֆորտ զոնայից, իրանք էլ սկսեն պայքարել փոքր ժամանակ, իրանք էլ իրենց փոքր պրոբլեմներ։ Բրավո վիբր, ես ասել եմ, բրավո վիբր, դրության իրավունք, որ դավայ սենց փորձենք, մեզ փորձենք, սենց փորձենք, մեզ փորձենք, դու միշտ ճիշտ ես։ Ու մի հատ էլ հարց, դոկտոր, այ հենց այստեղ, տեսեք, ծնողները, մայրերը, հիմա շատ են ժամանակ տրամադրում եւ իրանց աշխատանքի վրա, եւ կարիերայի, եւ տան հոգսերի, տեսեք, պատկերացրեք, հենց կնոջ մասին է խոսքը, իրանք բավականին շատ անելիքներ ունեն օրվա մեջ, իրանց խնամքի, որովհետեւ դա էլ է կարեւոր, իրանք իրանց սիրելու, այդ ամեն ինչը ժամանակ է պահանջում, ու նաեւ երեխային, այդ երեխայի երեխայի վրա ժամանակ հատկացնելը դա էլի ձեր կարևոր փուլերից մեկն է, տեսեք, այդքան օրվա մեջ կինը իսկապես տեսեք ոնց կարողանա ամեն ինչը իր տեղին անի կամ հասցնի գնա աշխատանքի իր կարիերայով զբաղվի գրքեր կարդա միգուցե ինչ-որ տենց տարբեր զարգացնող տրեյնինգների գնա ուսուցման գնա համալսարան նույնիսկ որ ինչ-որ տարիքից այսինքն ինքն եւ աշխատի եւ ուսման վրա աշխատի եւ երեխային մեծացնի եւ ընտանիքի որոշակի կենցաղային հարցեր լուծի եւ ինքնախնամ ու հանգիստ եւ ընկերներ եւ այլն։ Այս ամեն ինչը կա կնոջ կյանքում։ Դե ասում եմ, եթե հաշ չունես ուտելու, խորոված կեր։ Եթե ինչը դու հիմա ասում ես, եթե ուժը դու պետք է ապահոված կին ալնես, որ աշխատող պահես տունը, որ քո երեխուդ խնամի։ Բայց երեխուն տեսեք, ասում եք երեխուն խնամի, բայց երեխու հետ պետք է ընկերություն անենք, երեխուն պետք չի ինչ-որ մեկը խնամ, պետք է որ մենք ժամանակ հատկացնենք։ Ну խնամի իհարկե, ինչքան դու գումար վճարես, այնքան լավ ուսուցիչ չես բերելու։ Եթե իժանես վերցնելու մի հատ, я не знаю, քուրդամիրից, իհարկե ինքը ոչ ոք չի սովորացնի։ Դες уже կախված է, եթե դու տեսնում ես ուրիշ վարիանտ չունես, դու պետք է այդքան աշխատես, որ աշխատող պահես, որ քեզ խնամես, գնաս Պերիգավոր, գնաս Դուբայ, գնաս Գերմանիա, չէ՞։ Կան քո ծնողները, իհարկե ծնողները ուրախ կլինեն երեխուն դաստիարակեն, բայց ծնողները էլի քեզ տանելու են 16 դար։ Ուրիշ ձև իրենք չգինեն, սաղամոտ, սաղ չի կարելի, հայտարակ, ասեն կմտած են, սուս, տեղդ նստի, ու բայց ամեն ինչով ապահովում են,
Խաղցերով, ուշորով, սիրունություն։ Բայց երեխաներին էլ հետաքրքիր չի իրանց իսկապես ժամանակը հետաքրքիր։ Դաժե նոր մի հատ պատիկը 70 տարեկան ասում է ինչ անշնորհակալ թորն ունենք։ Ասում ինչու ոսկի ցեպ եմ նվիրել։ Հա, ինքը շփրտեց։ Ասում խի անշնորհակալ։ Ինքը երախոս է ուզում, ինքը խաղ է ուզում, ինչ ոսկի ցեպ։ 2 տարեկան երեխա։ Չէ, վստահ։ Դու 70 տարեկան կին ես։ Դու ինչու չես պայմում, որ ոսկի ցեպը քեզ համար է թանկ, ոչ իր։ Ուսած մամաները իրաց միջոցով են սովորացնում երեխուն։ Բայց երեխան ուրիշ դարումն է մեծանում։ Ինքը քեզ չի հասկանա։ Դու էլ բռնում ես, որ ինքը չի հասկանում, հետո չափադախ։ Всё, նևրոզ։ Կատարվավ։ Ու ապագայում ոնկոլոգիա։ Ռակ։ Իսկ մի հատ sense հարց առաջացավ դոկտոր, օրինակ հիմա մեզ լսում են միգուցե շատ ծնողներ, որ արդեն նման հոգեբանական ասամ կամ չէ բռնություններ կիրառել են, բայց էլ ոնց որ այս եթերը լսելուց հետո որոշում են չանեն։ Ինչ որ տարիքից կամ ինչ որ պայից սկսած որոշում են հետևեն ձեր խորհրդին ու չանեն։ Կան ինչ որ ձևով արդեն արածների վրա ոնց որ փորձեն երեխու տրավմաները մաքրեն կամ փորձեն երեխու փորձեն ամեն ինչ ասում ուշ ոչ մի բան չի լինում։ Это суд բան է, ուշ, շուտ, ճիշտ ու սխալ։ Չկա sense բան։ Դա հնարած է manipulation-ը համար։ Ես իմ փորձով եմ ասում։ Վճարեք երեխուն իրան արածի համար։ Ինչպես վճարեք։ Եթե դու ամեն ինչ ապահովում ես անվճար, ինքը գիտե, որ դու պարտական ես, դու պետք է անես։ Ունդեղ սկսում է լկտիություն։ Բայց եթե ես իմ 3 տարեկան թորնիկին ասում եմ մեքենա ես ուզում, առնեմ, խաղալիք, բայց ես ինչ փոխարեն կստանամ, էդի ուժը, ես ուժը պատրաստում եմ երեխուն, որ իմ թոշակես վրա չապրի։ Ու ինքը ամեն ինչ կանի, որ ինքը լինի տեր ապագայի իր համար։ Ոչ հույս պահի, որ ծնողները էսա կբերեն, էսա կտան։ Դպրոց նույնը 5 ես ստացել, 500 դրամ։ Մեկը փող ես չէ տալու, որ ինքը գնա պիրաժկի ուտի դպրոց։ Անվճար ինչու ես տալիս։ Թող ինքը աշխատի, որ սոված չմնա դպրոց։ Բայց եթե շատ է բերում, 4 հատ 5 է բերում, ուժը կարա պիցա ուտի։ Չէ՞։ Շատ լավ մոտեցում։ Եկեք մի քիչ խոսենք դպրոցներից, այս օրինակ ինչ խորհուրդ կտակ, օրինակ ես տեսել եմ, որ կա դպրոցները հիմնականում ավելի շատ վատ են անդրադառնում երեխաների վրա, քան լավ։ Ճիշտ է, դպրոցը համարվում է մեր համար հիմնական այդ կրթության ոնց որ մեր կյանքի ամենակարևոր փուլը, բայց շատ բաներ նաև կոտրում է դպրոցները, մանավանդ հիմա շատ տենց վախենալու բաներ են կատարվում դպրոցներում։ Դե նայած ինչ վիճակումն է երեխային գնում է դպրոց։ Շատ լավ վիճակում գնում է նորմալ ընտանիքից, այսինքն նույնիսկ ոչ մի տրավմա չտարած, գայց ինքն ունի շրջապատ, որտեղ կան երեխաներ, ովքեր ունեն ինչ որ, չեմ կարծում որ ինչ-որ երեխա առանց խնդիր է մեծանում, բայց Դե նայեք, պատերազմի ժամանակ ես լսել եմ, որ կողքին մարդը սպանում են թուրքերը, այս 10 հոգի մանթու են գնում, էդի մամային բալանեն են, ու այդ մամային բալան գնում է դպրոց, կռիվ չի կարելի անել, ամոթ, կասենք մտածեն, կանացիություն, իհարկե դպրոցում ինքը կոտրվելու է, կամ հանցագործադառնալու դերասանությունը անելու, որ ինքը աղբերություն լասուդա, չէ՞։ Բայց որ դու ինգերություն ես անում երեխու հետ, հաջոն, ու ցույց ես տալիս տարբեր վարիանտներ կյանքի, իրան դպրոցում ոչ մեկը չի կարա ուտի։ Ով է դպրոցում ուտում։
ում ա ուտում, թուլին, մամայի բանաներին, որը չի կարելի կռիվանել։ Իսկ օրինակ մի հատ sense հարց առաջացավ, օրինակ կան մամաները տղաներին հետ ընկեր լինեն։ Պետք է։ Այդ նկատների պապաները պետք է լինեն, թե հենց համ մամաները, համ Չէ, պապաները։ պետք է, դες даже իմ ընտանիքս հիշում եմ, որ տղաս եկել է մամային բողոքում, որ ես չեմ թողում վելսապետ քշի, որտեղ այնտեղ մեքենաները շատ էին, ինքը ուզում է վելսապետ քշի այնտեղ։ Ես չեմ թողում, ինքը գնացել է բողոքել մամային։ Իմ կինս ասել է, դուք տղամարդիկ գնացեք ձեր հարցերը որոշեք։ Մի անգամ ինքը եկել է, ասել է, որ ինձ ծեծել են, մամաս ասել է, դու տղա ես գնա հարցերդ որոշ։ Եթե ես գնամ հարցերը որոշում, ես համար ավելի վատ կլինի։ Ավելի վատ, Չգիտի, то есть դու թույլ ես տալիս, որ քո տղա երեխեն լինի պատասխանատու իրան ապագայի։ Բայց եթե ոնց այսօր են ինձ պատմել 4 տարեկան աղջիկ գծել է 4 տարեկան տղային, տատիկը եկել է իրան չափալախել, այդ աղջիկան։ То есть այդ թորնիկը ապագայում կամ գեյ ալնելու, կամ միան խզիկ։ Դե, բայց հնարավոր չէ, օրինակ։ Բայց եթե, հա, տատիկը անխելք կարա հասկանա, որ իրանք երեխեք են, մենք էլ ենք եղել երեխեք, ու տա կյանքը։ Ու ինքը թորնիկին կարա ասեի, ախպեր ջան, значит, ты что-то сделал не так. Մյուս անգամ քեզ համար այդ բանը մի արա, որովհետև կա կանոններ, որ չանցիր ուրիշի սահմանները։ Հա։ Բայց օրինակ չի հասկանա 4 տարեկան երեխան, ինչ կանոն, ինչ ուրիշի Հասկանա։ 2.5 տարեկանից սկսվում է։ Հասկանում։ Լավ, այդ դեպքում եկեք մի քիչ խոսենք էպիգենետիկայից ու խոսենք գենետիկ կոդերից, ոնց են ազդում օրինակ մեր գեները, նախնիների գեները կամ առհասարակ մեր ապագայի վրա։ Ու հնարավոր է արդյոք լավացնել։ Դե давай ես վիդեո եմ գցել Facebook-ում, YouTube-ում, որ ոչինչ գցում են բանկայի մեջ։ 3 օր պահում են։ Տեսել եք դուք, չեք տեսել։ Տեսել եմ։ Բայց ավելի մանրամասն։ Հա, 3 օրից հետո կրիշկեն հանում են, իրանք դուրս չեն գալիս ընդդեղից։ Որտեղ սովորել են այդ բարձրությանը։ Նույնն էլ իրանք ծորդիկները, այդ ոչիլների, էլի բանկայից դուրս չեն գալիս։ Նույնիսկ եթե ապրում են Ուժը անցավ, որովհետև իրանք ապրելաձևը մի շաբաթը թե 2 շաբաթ չեմ հիշում։ Մինչև մի տարի уже даже 5-րդ поколение բանկայից դուրս չեն եկել։ Այսինքն այդ բարձրությունից չեն ավելացրել։ Որովհետև մի բան է եղել իրանց ապրելաձևը։ Նույնն էլ մենք ենք։ 5 սերունդ առաջ, այդ ինչքան է 100 քանի տարի, չէ՞։ Ավելի շատ, թե՞։ 150, հա։ Ունդեղ օրինակ մեր պապը, մաման, вообще-то կանացիություն է անցում, կանացի գիծով անցում։ Ու այդ կանայքը օրինակ տանջված ապրել են ու նույն ձևի վերաբերվել են իրաց երեխեքին։ Բան մենք մեր ճակատին դրած է, մենք աղքատ ենք, որ մեզ ասում սա փչանում է, ու այս երեխեքը լսում են։ Իհարկե, դա ուժը փոխանցում է մյուս սերունդը, ու ասում են անհաջող ցեղ, կամ անիծված ցեղ։ Մենք как раз հնարավորություն ունենք ձևացնելով ստեղծել զգայարան, ու այդ զգայարանի միջոցով թեթևացնենք 150 տարվա առաջ ապրելաձևը մեր ցեղին։
ու հետ ընդերից, որ վերադառնում ես տեղ, ասում ես հիմա հիշել ստրեսը, ինքը ժպտում է։ Բայց օրինակ դա ապացուցված կամ գիտականորեն որևէ բացատրություն ունի, գիտականորեն բացատրություն։ Դե լուբոյ էպիգենետիկա բացի ինտերնետով լիքը գիտնականներ դրա մասին խոսում են։ Պրոստը իրանք ձևը չգիտեն, ոնց հանեք այդ կոդը։ Կամ ճիշտ ասած ես չեմ հանում այդ կոդը, ես իմաստն եմ փոխում։ Իսկ հնարավոր է հանել նաև կոդը։ Դե գենետիկները դաժե էքսպերիմենտ են արել, ԴՆԹ-ն հանել են իրան տեղից, բայց իրան фантома էլի ապրել է, էլի նույն ծրագիրը, никто не может объяснить, что это такое. Даже գենը իրան տեղից հանում ես, մեկը ինքը իրան գործանում։ Կոդը հանել անհնար է։ Իմաստը փոխել information-ը։ Կարելի է։ То есть գենետիկան էդի մատորնա, օրինակ մեքենա ունեք, քշում եք։ Էպիգենետիկան վարորդն է։ Մեր գիտությունն։ Դու ես ուժը որոշում, ձախ, աջ գնաց, թե ձորը։ Հա։ Դուք բայց վարորդը իրան ծրագիր ունի, չեն զեղայի։ Կարող էշեշ քշի։ Հա։ Այդ էշեշ քշելը մենք ստեղծում ենք նորմալ քշելը։ Դրա համար դաժե լիքը բան ունենք, ոնկոլոգիա հիմա չկա, շաքար չկա, ճնշում չունեն, բայց մենք չենք մտածել ճնշումի համար, մենք չենք բուժում շաքար, մենք չենք բուժում ռակը, մենք գնացել ենք ԴՆԹ-ի ծրագիրը փոխել, իմաստը, որ ուժը ուղղը չի արտադրում շաքար, որ գնա հարցերի որոշի, մակ երիկամները չեն արտադրում фермент ճնշում, որ գնա ճնշի։ То есть ճնշումը ինչ է։ Не додавил, чем ճնշել։ Ու ձեր մարմինը, ծրագրավորված մարմինը, արտադրում է ֆերմենտներ, որ գնա հարցերը որոշի։ Բայց դու մոռացել ես ուժը դրա մասի։ Հա։ Ո՞ս մոռացած։ Դու մոռացել ես, մարմինը չի մոռ։ Ինքը ասում է, չէ, 3 տարի առաջ մեկը վատ խոսք ասել դու կուլ ես տվել։ Գնա արտահայտվի, դրա համար զուբը մեծանում է։ Գիպերտիրոզ։ Բայց եթե շատ է եղել քո կյանքում ճնշելը, որ քեզ ճնշել են, ծեծել են, խփել են ու իշխացրել են, գիպոտիրոզ, հանձնվել։ Ու դա խղճը անիմաստ մեռնում է։ Որովհետև ինքը որ մի անգամ արտահայտվել է, չափալ է հաստացել։ Ինչ աներ օրինակ։ Էլ չի արտահայտվում։ Ու դրա համար գիպոտիրոզ։ Կա գիպեր։ Չէ, ես պետք է ճնշեմ, ու այսքան ուժում է։ Հա։ Հետաքրքիր բացատրություններ ու դուք նաև ունեք դասընթացներ էպիգենետիկայի եւ հոգեսոմատիկայի։ Մի քիչ կխոսեք դասընթացների մասին եւ ինչ։ Как раз կհա, մենք դասընթացները մենք սովորացնում ենք։ Անպայման չգաս ինձ մոտ բուժվելու, դու կարաս սովորես, ոնց դու դուրս գաս այդ վիճակից, որովհետև պատճառները ես իմանալու։ Երկրորդը ոնց դու հանես քո բարեկամներից այդ վիճակից, երեխեքի, եթե քո ծրագիրը փոխվում է, նախ քո երեխան դառնում է հաջող։ Մանով ասել Մակիավելին, ասում է, ազատ էգոիստ մայրը հաջող երեխեք են։ Ենթարկվող ստրուկ մայրը անհաջող երեխեք են։ То есть մենք ստեղծում ենք մարդկանց էգոիստ։ Ինչքան դու լավ ելնես, այնքան շատ կարաս ստեղծ։ Էփող թափողը, լվացողը, я не знаю, ոնց են ասում, ենթարկվողը, խելոք հարսը, ինչ երեխա ծնվի իրանից։ Խելոք ենթարկվող։ Չեմ ու։ Հասկացեք, ու սաղ ասում են, ինչ լավ հարսիկ ունեն, խելոք գլուխը կաշկտած կարելի ավուզեն նստել, բայց իրանից ինչ է դուրս գալու, վայ, թորնիկս հիվանդոտ է, ով է արել, հարսին ով է տանջել, իհարկե դուք ես դաժ լսել եմ ձեքերը փակել է հղի կնոջ ու ծեծել։ Սենց բաներ եմ լսում ես, ինքան ակաս
հայերը դաժան են։ Ես ասում եմ հայերը որ բան էստեղ չեմ ապրել։ Բայց ինչ կամաներ եմ լսում։ Ասում եմ մուսուլմաններից ավելի վատ։ Իսկ դասընթացների ժամանակ հնարավոր է մարդիկ ստանան այդ գիտելիքները եւ փոխվեն։ Այդ տրանսֆորմացիա։ Իհարկե մենք տրանսֆորմացիա անում ենք, սեանսներ ենք անում, լաժը, որովհետեւ եթե իմ ուսանողս գիտություն ունենում է, ինքը պետք է լինի ուժեղ։ Հոգեբանները խի են գժվում, որովհետեւ նույն մարդն ոնց իրանց հիվանդ է։ Պրոստը դիպլոմ ունի։ Թուղթ։ Մենք ներշնչում, հետո վերջում գալիս ասում դոկտոր, ինչի ես նշանակում եմ, ես էլ եմ խմում։ Խեղճ է։ Դրա մենք ուժեղացնում ենք, սարքում ենք նույն մարդ, որ առաջի քեզ տվել է հնարավորություններ, դուխ, վստահություն, համարձակություն, առողջություն, որ այդ միջակով, այդ միջոցով դու կարաս ուրիշին օգնես։ Իսկ հնարավոր է որ ուրիշին փորձել օգնելով, բայց ինչ որ սխալ բան անեն, վնասեն, ու ստացվում է ոնց աստծո գործերի մեջ են խառնվում։ Չկա sense բան։ Մենք գիպնոզ չենք անում։ Դե հարցը գիպնոզի մոմենտ։ Հա։ Եթե Եթե գիպնոզ ես անում, հա։ Կողքով մի հատ ճանճ անցնի, սաղ կյանքը ճանճից վախելու է։ Մի քիչ զգուշ։ Հա։ Մենք как раз таки, օրինակ Մայքլ Նյուտոնը վերադարձնում է անցյալ կյանքը 4 ժամում, մերը 15-20 րոպե։ Որովհետև իմ փորձերով ես բան եմ ստեղծել, որ մարդը կարող 10 րոպեից հետո տեսնե ինքը, որ անցյալ կյանքում ոնց է եղել։ Ու ինչ երթումներ են դա կերել, որ այդ երթումները միջև հիմա աշխատում են։ Իսկ դուք որ դպրոցն եք անցել։ Ոայ, լիքը։ Շատ դպրոցներ։ Շատ մաստեր կլասներ եմ ընդունել միշտ գիտնականներից։ Եվ դե սկզբի հա բուդայական բան եմ սկսել։ Ախորս որ ոտի կանացնեմ։ Այդ բուդայականը ռեինկարնացիան կա։ Ունդեղ էլ ախորս որ վերադարձրել եմ, լիքը բաներ եք դրել մաքրել, որ այսօր իր վրա չի ելել։ Այստեղ եկեք արդեն ոնց որ ասեք որ օրերին է լինելու դասընթացները, մնացած արդեն մանրամասն հարցերով մարդիկ կդիմեն կամ հեռախոսահամարով Դե պսիխոսոմատիկա, ատեստոր գիրքեր կա, ես ուժ սկսում եմ գրել, դարել եմ պիսացել։ Տեսակ գլխացավերը ունեք եւ նևրոզը կա այս պահին։ Նևրոզ, գլխացավ եւ ստամոքս։ Այսինքն Ստամոքս, հա։ Ու էսա բանը։ Վահանաձև գերտ նաեւ, հա։ Հա, վահանաձոբը, հետո բան հոտերի գիրք ունենք, հա։ Հոտերի թե հոդերի։ Սուստավ։ Հա, հոտերի, հա։ Ու էսա դուրս է գալի բան Աժերինիա։ Գիրությունը։ Գիրությունը, հա։ Ունդեղ հետո աշկերա գնալու, շրթունքներ, ալերգիաներ, սես կամ ես ինչ եմ փոքր սարքում, որ մարդը կներեք, զուգարանում նստած կարա կարդա։ Բայց եթե հաստա սկսում է հետո նորից է սկսում, նորից հետա ձգում, որտեղ 500 էջ, 300 էջ, ամեն մարդ չի կարա։ Բայց դրա համար ես փոքր եմ սարքում ու վերջում ստեղ կա QR կոդ։ Հեռախոսը դնում ես վրան, ունդեղ բուժիչ մեդիտացիա է, ես եմ խոսում։ Շատ հետաքրքիր, շատ։ Ու միջով քնել կարաք լսեք ու ձեր հարցերը որոշեք։ Շատ լավ, այսինքն ամսի ապրիլի 16-ից սկսում է նոր խումբ։ Պսիխոսոմատիկայի նոր խումբ։ Մայիսի 3-ին սկսում է էպիգենետիկան։ Բայց վերջի դասը, 10-րդ դասը 24 ժամ է։ Այսինքն անցկացնում եք ինչ-որ հետաքրքիր ֆորմատով։ Հա, հյուրանոց եք վերցնում, դեղ համ խորոված ենք սարքում մենք, անդադ սեանսներ, անդադ զրույց, անդադ հարց ու պատասխան, ծիծաղ, վոլեյբոլ,
պատանցու եմ։ Շատ հետաքրքիր է դոկտոր, միշտ հետաքրքիր է։ Ու հետո դաժե, հետո դուք չաթ եք ունենալու, դաժե որ վերջացրել եք, բայց մեկը դուք իրար հետ փորձերը կիսվեք։ Դաժե սեանսներ կանեք, որ չգնաք միլիոններ վճարեք ստեղ, դուք իրար ուժում եք։ Ֆրանսիա օրինակ ընդունում են մեր դիպլոմը։ Իմ սերտիֆիկատը ընդունում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Մոսկվայում նոր են ընդունել։ Դաժե պետական գործի, որտեղ տեսնում ես sense դիպլոմ ունես, դու մեզ պետք ես։ Ամեն կամպանիայում պսիխոսոմատիկ դիպլոմով շատ երկու վերցնում են գործի։ Ու երրորդը ունենք իմ ուսանողներ, որ օրը 300-400 $, աշխատում են, օրը, որ առաջ աշխատավարձն է եղել 300 $, ամեսը հիմա օրը, ինչը որովհետև 10 րոպե որտեղ ես տեսել, որ գլխացավ անցկացնեն կամ տագնապ անցկացնեն, չեմ ասում սաղ վախեր կահանեն, բայց էլ չես դիմում շտապօգնություն, ես նա ապացուցում եմ, լիքը մարդկանց կարամ դաժե ցանոթացնեմ։ Շատ հետաքրքիր ինֆորմացիա։ Աշխարհի չեմպիոն ենք պատրաստում, պատգամավոր ենք պատրաստում, բանկի կառավարիչ, նո որտեղ շատ պատասխանատու գործ է, որ դուխ է պետք։ Կարող մտածեք բիզնես ոլորտի մարդկանց համար հետաքրքիր դասընթաց կազմակերպեք ու հենց այդ թեմայով։ Երկու անգամ ես ուժը մեզ հրավիրել են, բայց բանկերում աչախակի ես գնում եմ դաս եմ տալու, որովհետև ինչքան աշխատողների ուժեր են, այնքան այդ բանկը, այդ կառավարությունը, հա, բիզնես ընկերությունը ինքն ավելի զարգա։ Շատ լավ, դոկտոր ջան, շնորհակալություն, միշտ հաճելի է ձեր հետ զրուցել, անկախ եղանակային պայմաններից, թեմայից, ձեր հետ միշտ հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Спасибо. Շնորհակալություն։